Մենք նախկինում արդեն խոսացել ենք նրա մասին, որ աշխարհը դարձել է շատ անորոշ։ Եվ ընթացիկ վիճակը եւ զարգացումների արագությունը դարձնում են ամեն ինչը անկանխատեսելի։ Եվ դա առաջին հերթին արտացոլվում է երեխաների վրա նրանում, որ երեխաները չեն ուզում որոշումներ կայացնել իրենց ապագայի մասին, չեն ուզում անգամ մտածել իրենց ապագայի մասին։ Դա իրենց համար ծանր եւ դժվար ընթացք է։ Ինչ հետևանքներ ունի այդ անորոշությունը մեր երեխաների վրա եւ ինչպես մենք կարող ենք իրենց օգնել հաղթահարել այդ խնդիրը։ Այդ երկու հարցերը անընդհատ պտտվում են բոլոր ծնողների մոտ, բոլոր կրթության մարդկանց մոտ։ Փորձենք այսօր պատասխանել այդ հարցերին։ Անորոշությունը առաջացնում է վախ։ Մենք դա լավ գիտենք։ Մենք ուզում ենք ամեն բան իմանալ ապագայի մասին, որ քիչ վախենանք։ Մենք սիրում ենք անակնկալներ, եթե դրանք վախեցնող չեն։ Մենք չենք ուզում անակնկալներ, որոնք անկախատեսելի հետևանքներ են բերում։ Մենք կարծում ենք, որ կանխատեսել հնարավոր է։ Իրականում դա երբեք հնարավոր չէր եղել։ Մենք ապրում էինք խորհրդային պետությունում եւ կարծում էինք, որ այն հավերժ է, բայց արի ու տես բոլորը սխալ կանխատեսեցին, անգամ ամերիկացի լավագույն քաղաքագետները եւ գիտնականները, որոնք չէին էլ ենթադրում, որ խորհրդային միությունը կարող է այդքան հեշտ փլուզվել, այդքան արագ դառնալ պատմության մաս։ Էլուր մնաց մենք, սովորական մարդիկ։ Եվ սա խոսում է նրա մասին, որ բոլոր ժամանակներում ապագայի կանխատեսելիությունը եղել է ընդամենը խապկանք։ Ուղղակի նախկինում այդ խապկանքը դեռ հնարավոր էր, քանի որ շատ մարդիկ հասարակության մեջ ունեին որոշակի պատկերացումներ, եւ մենք վստահ էինք, որ մեր պատկերացումները ճիշտ են։ Այսօր այդ խապկանքներ չկա, քանի որ չկան մարդիկ հասարակությունում, այլևս որոնք կարող են այս իրավիճակում, որ մեզ շրջապատում է, պնդել, որ իրենք գիտեն ինչ կլինի վաղը։ Եվ սա բերում է նրան, որ փոքրիկները, որոնք միշտ ուզում են կայունություն, միշտ ուզում են կանխատեսելիություն, միշտ կարծում են, որ մեծերը իրենց կպաշտպանեն այդ կյանքի դժվարություններից եւ անորոշություններից։ Մեկ էլ հայտնվել են մի վիճակում, երբ որ իրենց հենց մեծերը, հենց իրենց շրջապատի մեծ ասակները, իրենք են տարակուսած եւ չեն կարողանում որևէ բան պատկերացնել ապագայի շուրջ։ Եվ դա անդրադառնում է երեխաների հոգեբանության վրա։ Նրանք դառնում են վախկոտ։ Նրանք սկսում են խուսափել որոշումներ կայացնելուց, նրանք սկսում են փախնել իրականությունից, դեպի վիրտուալ աշխարհներ, դեպի TikTok, ցրվում են, չեն ուզում կենտրոնանալ, չեն ուզում ապրել այսօր եւ այստեղ, իրական կյանքում, որովհետեւ այդ իրական կյանքը միանգամից հիշեցնում է իրենց այն մասին, որ կան վտանգներ եւ կա անորոշություն։ Իրենք խաղ են խաղում, խաղ, որտեղ կա թվացial կայունություն, որտեղ կա թվացial կանխատեսելիություն, իդեպ համակարգչային խաղերի համատարած աճը նաև պայմանավորված է նրանով, որ այդ խաղերը ընթանում են հստակ պայմաններով, հստակ կանոններով, եւ դա շատ հանգստացնում է եւ վստահություն է ներշնչում մարդկանց, ովքեր անընդհատ անհանգիստ են։ Իրենց պետք է մի միջավայր, մի տարածք, որտեղ ամեն ինչը հնարավորինս շատ ավելի կանխատեսելի է, որտեղ իրենք կարող են ուժեղ լինել եւ հաղթարել, եւ հաղթել, եւ սովորել հաղթել եւ արդյունքում հասնել ինչ-որ արդյունքի։ Իսկ իրական կյանքը այնքան անորոշ է, որ որքան էլ լավ սովորես, քո ճակատագիրը անհայտ է։ Արդյունքում մենք ունենք սերունդ, որին մենք բնազդորեն գիտակցելով բոլոր վտանգները, ել ավելի ենք փորձում պաշտպանել։ Մենք իրենց մասին անդադ
մտահոգ ենք, մենք ասում ենք հանկարծ իրենց բան չլինի։ Այն պարագայում, երբ որ աշխարհը դարձել է այդքան անհասկանալի, մենք փորձում ենք ամեն կերպ երեխաների կյանքը դարձնել իրենց համար ավելի հասկանալի։ Հնարավորինս խուսափելով վտանգներից, թեթևացնելով իրենց հոգսերը, հեշտացնելով իրենց համար շատ բաներ, մենք իրենց պաշտպանում ենք, դա բնազդ է, հասկանալի է, բայց դա ամենամեծ վնասն է, որ կարող ենք մենք իրենց հասցնել։ Արդյունքում աշխարհով մեկ աճում են այն ուսանողների քանակը, ովքեր չեն ուզում դպրոց ավարտելու պահին համալսարան ընդունվելիս ինչ-որ մասնագիտություն ընտրել։ Բազմաթիվ համալսարաններում բացվել են այսպես կոչված բակալավրիատներ։ Դրանք ծրագրեր են, որտեղ երիտասարդները ընդհանրապես շարունակում են իրենց համար արդեն սովորական դարձած դպրոցական կյանքը։ Սովորում են բազմաթիվ առարկաներ, տարբերությունները եւ հետաձգում են իրենց մասնագիտական կողմնորոշումը։ Արդյունքում երիտասարդները չեն ուզում ընտանիք կազմեն եւ չեն ուզում երեխա ունենալ։ Իրենք հետաձգում են որոշման կայացումը, մինչեւ ավելի կայուն վիճակ։ Իրենք փնտրում են կայունություն եւ ակնկալում են, որ այն վաղ թե ուշ կլինի։ Եվ այդ ժամանակ ահա իրենք կորոշեն ընտանիքի մասին, երեխաների շուրջ եւ այլն եւ այլն։ Բայց արդյունքում դա չի լինում եւ գնալով հավանականությունը, որ իրենք ինչ որ որոշում կայացնեն, իրականում նվազում է։ Որովհետեւ դրա կարիքն է նվազում, որտեղ մարդիկ սովորում են ապրել այդպես, ինչպես ապրում են, անպատասխանատու ոչինչի համար պատասխանատվություն չստանձնելով, որոշումներ չկայացնելով կամ դրանք անverջ հետաձգելով եւ ստացվում է այդպես հնարավոր է։ Անիմաստ է, բայց հնարավոր է։ Եվ մենք գնալով ունենում ենք այդպիսի սերունդ։ Եվ հետո զարմանում ենք, ինչու են մեզ մոտ ավելի քիչ երեխա ծնվում, ինչու են մեզ մոտ գնալով երեխաները անգամ դառնալով ավելի հասուն, կախված մնում ծնողներից, ինչու ենք մենք անդադ բողոքում, իրանք աչուձախ մասնագիտություն են փոխում, միտեղ աշխատում, մի քիչ ժամանակ ուրիշ տեղ են անցնում, հետո ուրիշ տեղ են անցնում, դժգոհ են իրենց համալսարանական կրթությունից, դժգոհ են սրանից, դժգոհ են նրանից, որովհետև իրենց մոտ չկա որոշակիություն, չկա խիզախություն, որոշումներ կայացնել եւ այդ որոշումներին հետևել։ Եվ իհարկե կա մեծ ցանկություն գնալ միտեղ, որտեղ ամեն ինչը շատ ավելի հեշտ է եւ պարզ, օրինակ Ամերիկա, օրինակ Եվրոպա, օրինակ անգամ Ռուսաստան, որտեղ կարծես թե վտանգները ավելի քիչ են եւ դու կարող ես հեշտությամբ տեղավորվել եղած համակարգերի մեջ եւ այդպես շարունակել ապրել։ Առանց ռիսկերի, առանց որոշումներ կայացնելու, առանց վտանգների։ Ինչ պետք է անել։ Քանի որ աշխարհը դարձել է ավելի դժվար, իրական աշխարհը իր մեջ պարունակում է ավելի մեծ քանակությամբ ռիսկեր, եւ այդ ռիսկերը պարտադիր չէ որ լինեն միայն կյանքի համար վտանգավոր կամ օրինակ առողջության համար վտանգավոր։ Լինի դա պատերազմներ, լինի դա ինչ-որ նման այլ բան, օրինակ կլիմայի հետ կապված ռիսկերը։ Խոսքը գնում է ամեն տեսակի ռիսկերի մասին։ Եվ մենք պետք է հասկանանք, որ ռիսկերը միշտ բերում են իրենց հետ հնարավորություններ։ Դրանք քույր եղբայր են։ Ռիսկը միշտ բերում է հնարավորություն։ Առանց ռիսկերի չի լինում հնարավորություն։ Դրանք փոխկապակցված են։ Եվ եթե այսօր մենք մտել ենք անորոշության եւ ռիսկերի դարաշրջան, նշանակում է մենք մտել ենք հնարավորությունների դարաշրջան։ Մենք մտել ենք հնարավոր զարգացման դարաշրջան եւ զարգացումների դարաշրջան։ Այո, ամեն բան կարող է պատահել, կարող է ոչ մի լավ բան չլինել, բայց կարող են եւ բազմաթիվ լավ բաներ լինել։ Եվ մենք պետք է աճեցնենք խիզախ սերունդ։ Երեխաներ, ովքեր տեսնում են իրականությունը, չեն վախենում այդ իրականությունից եւ պատրաստ են այդ իրականության մեջ ապրել, որոնք պատրաստվում են դրան։ Բայց դրա համար մենք պետք է յետ պայենք մեր բնազդը եւ դադարենք անընդհատ հոգալ երեխաների անվտանգության, ապահովության եւ նման հարցերի շուրջ։ Փաստն այն է, որ մեր դարում, մեր դժվար դարում երեխաներն էլ պետք է ապրեն
եւ գիտակցեն, որ կան վտանգներ, կան ռիսկեր։ Եվ պատրաստ լինեն դրան, եւ լինեն այդ աշխարհի մասը, գիտակցեն իրենց այդ աշխարհի մաս, որպեսզի կարողանան գործել վաղը, որպեսզի չսպասեն, որտեղ այդ սպասելը նշանակում է նաեւ չօգտվել հնարավորություններից։ Այդ սպասելը նշանակում է նաեւ ավելի մեծ ռիսկերի առջև կանգնել, որտեղ ռիսկային աշխարհում ամենամեծ ռիսկերից խուսափելն է։ Մենք պետք է վերանայենք մեր մոտեցումը նրան, թե մենք ինչպես ենք պարուրում եւ պաշտպանում մեր երեխաներին։ Գիտակցելով, որ մենք դրանով իրենց զրկում ենք հնարավորություններից, զրկում ենք այդ հնարավորություններից օգտվելուց։ Այդ դեպքում իրենք շատ ավելի քիչ կձանձրանան դպրոցներում, շատ ավելի շատ կձգտեն սովորել, շատ ավելի ակտիվ կլինեն, շատ ավելի պատրաստական կլինեն, նախաձեռնող կդառնան։ Վաղուց հայտնի է, որ ծնողական բնազդները ոչ միշտ են ճիշտ։ Վաղուց հայտնի է, որ մարդ տեսակը ձևավորվել է իր բոլոր բնազդներով, իր բոլոր վարքագծերով։ Մի իրականության մեջ, որ արդեն վաղուց գոյություն չունի։ Մենք միշտ եղել ենք սովորող, ադապտացվող, բայց դրա համար մարդկությանը անհրաժեշտ են եղել սերունդներ, ժամանակ է պետք եղել։ Այսօր այդ ժամանակը չկա։ Եվ մենք պետք է ոչ թե հույսը դնենք մեր բնական ադապտացիայի մեխանիզմների վրա, այլ կառուցենք մեր հասարակության մեջ միջսերնդային ադապտացիոն մեխանիզմներ, որպեսզի արագ փոխվենք, որպեսզի արագ սովորենք նոր իրականություններին։ Իսկ դրա համար մենք պետք է ետ կանգնենք պաշտպանողական հոգեբանությունից եւ պատրաստ լինենք եւ պատրաստենք հաջորդ սերունդը գնալ ռիսկերի, որպեսզի այդ սերունդը օգտվի հնարավորություններից եւ խուսափի ել ավելի մեծ ռիսկերից։